Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ուրեմն քանի որ Բաքի շրջանը սկսի արդեն 14 օր Բաքի շրջանը, ուզում եմ պատրաստեմ պահքային ուտեստ, լահմաջո բանջարեղենով, սնկով։ Ուրեմն առաջին հերթին պատրաստեմ ես խմորը, դնեմ մի կողմ, ինչ խմորը կհանգստանա, ես սունկը քերիչով խոշոր կանցկացնեմ, սխտորը անցեմ կացրել նախորոք, սելի հետևորդներ ջան, լոլիկը բլենդերով անցեմ կացրել, այնպես որ չեմ ուզում շատ երկար պրոցես տևի, չձանձրացնեմ ձեզ։ Ուրեմն այսպես։ Խմորը պատրաստում ենք շատ սովորական պելմենի խմոր։ Աշկաչափով աղը գցում եմ և գոլ ջուր։ Արագ խմորը հունցեմ, դնեմ մի կողմ ու անցնեմ մյուս պրոցեսին։ Ուրեմն սունկը վերցրել եմ 1 կիլոգրամ, ավելացնելու եմ լոլիկը, բլենդերով անցկացրած, կարող եք, եթե բլենդեր չունեք, մսաղացով անցկացնել, 2 փոքր կապ մաղադանոց, կես կապ նանա, 100 գրամ սխտոր, քերիչով անցկացած, հալեպի աղացած քաղցր պղպեղ, մի ճաշի գթալ տոմատ, մի թեյ գթալ սև պղպեղ, աղը ըստ բերանի համի կտեսնենք ինչքան է, որովհետև և խմորն ենք աղ գցում և ուտեստին պետք է գցենք ֆարշին, տեսնենք ինչքան կլինի։ Հիմա ես արագ խմորս պատրաստեմ, կմիանանք ու ցույց կտամ արդեն սնկի քերիչով անցկացնելը և մնացած պրոցեսը, որ արդեն սկսեմ ֆարշը պատրաստելը։ Իմիջայլոց ասեմ, այս գեղեցիկ քերիչը իմ Անիտ Ագերն ա նվիրել, ծննդյանս օրվա կապակցությամբ, էլի բաներ ուղղակի սա օգտագործում եմ, ուզեցի ներկայացնեմ։ Անի ջան, շնորհակալ եմ անչափ ամեն անգամ, ամեն մի առիթի, պարտադիր ինձ խոհանոցային մի հետաքրքիր յուրահատուկ բան նվիրում ես։ Աստված օրհնի քեզ, քո բալիկներին, քո ընտանիքին, քեզ ձեզ շատ առողջություն։ Ահա սիրելիներս, մի քիչ հետո կմիանանք, արդեն խմորն է ցույց կտամ, դեր կիսատա, մի քիչ էլ եմ ջուր ավելացնելու, ջուրը քիչ է։ Խմորս եթե ավել կլինի, ես կդնեմ սառնարան, հետո թաթարբորակի վաղը պատրաստեմ։ Պարզապես ուզում եմ այսօր պատրաստեմ այս լահմաջոն։ Սիրելի հետևորդներ ջան, խմորը վերջացրեցի, հիմա կդնեմ նույն թասի մեջ, ինքը հանգստանա, ու ես արդեն կանցնեմ միջուկի ֆարշի պատրաստմանը։ Այսենց կդնենք մի կողմ, թող հանգստանա, մինչև որ ես կպատրաստեմ արդեն մեր միջուկը։ Ալու մի կողմ կդնենք, շատ հեշտ քերիչով անցնում է, մեր սիրելի օպերատորը նոր փորձարկում արեց, տեսեք։ Կարող եք նաև խոշոր մսաղացի աղացով, անցքերով դանակը որ կա, սետ կան ավելի շուտ, նրանով դնեք աղակ, եթե չունեք քերիչ կամ հարմար չեք գտնում քերելով անել, բայց սենց ավելի լավ է ինքը, խորհուրդ կտամ, որ քերիչով անցկացնեք։ Մի հատ ձեզ ցույց տամ,
քերված, նայեք, ինչքան գեղեցիկ է քերում։ Հիմա որտեղ պատրաստելու եմ ֆարշը, դատարկում եմ հենց այդտեղ։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, չասեցի խմորը ինչքան էր։ 1 կիլոգրամ մոտավորապես ալյուր էր, 900 գրամ ալյուր էր, ավելի ստույգ ասեմ։ 900 գրամ ալյուր էր, 2 բաժակ 300 մլ բաժակով ջուր լցեցի, գոլ ջուր, ու մի ճաշի գթալի չափ ոչ լիքը աղ, ու այդպես խմորը պատրաստեցի։ Սիրելի հետևորդներ ջան, վերջացրեցինք արդեն սունկը քերելը, իմ միջայլոց ասեմ օպերատորս ինձ օգնեց, շնորհակալ եմ տղա ջան։ Ուրեմն հիմա սիրելիներս անանուխը մանր կտրտմեմ նանան, հետո կտրտելու եմ մաղադանոսը, խառնեմ, մինչև համերը իրար խառնվեն ու արդեն մնացած բաղադրիչները կավելացնեմ, լավ կխառնեմ, պատրաստում ենք ինչպես մսի ֆարշ։ Կարևորը համը լավը լինի, բայց որ ես սունկ չեմ ուտում, այդայավատ ոնց պետք է համը փորձը։ Լավ, կտանք մեր օպերատորը կփորձի համը աղի, դե մնացած համերը բնականա արդեն ընթացքում պետք է զգացվի։ Սա մեր անանուխը։ Սիրելիներս, հիմա էլ կտրտում եմ արդեն մաղադանոսը, էլի շատ մանր։ 2 փոքր փունջ մաղադանոս եմ վերցրել, պետք չի ուրիշ կանաչեղեն, միայն մաղադանոս, քանի որ բանջարեղեններին լավ համ տալիս է միայն մաղադանոսը։ Կտրտեմ նա էլ միանա, արդեն ցույց կտամ ինչ եմ անելու, մնացած բաղադրիչներն էլ ցույց կտամ ու կպատրաստենք մեր արդեն լահմաջոյի խմորը, գնդիկներ անենք, բացենք ու կսենք ֆարշը, ջեռոցի մեջ պետք է թխվի, այնպես որ սպասեք մեր լահմաջոների տեսքը տեսնելուն։ Ես ունեմ մսով լահմաջո նաև պատրաստած, կարող ենք հղումը դնել, տեսնեք դուք այդ վիդեոյի։ Նրա խմորը ուրիշ է արդեն, քանի որ սա Պահքի շրջանի համար է, ես պատրաստեցի հասարակ խմոր, իսկ նա արդեն ուրիշ խմոր է, կարող եք նա պատրաստել ու շատ համեղ խմորանա, մայրներ պատրաստում միշտ, սիրում եմ այդ խմորը շատ։ Սիրելի հետևորդներ ջան, կանաչին էլ կտրտեցի, հիմա մի քիչ էսպես խառնելու եմ սունկի հետ, մի հատ իրար ճանաչեն, համերը իրար բռնեն ու արդեն լցնեմ մեր մնացած բաղադրիչները։ Սիրելիներս, տեսեք ինչ գեղեցկություն է։ Հիմա ավելացնում եմ Հալեպի չիլի քաղցր տեսակի պղպեղը 4 ճաշի գթալա։ Ուղղակի մեկը մի քիչ մանր է աղացած, մյուսը խոշոր։ Ավելացնում եմ 100 գրամ սխտորը,
Կարող եք բլենդերով հարել, կարող եք աղալ, ոնց ձեզ հարմար կլինի։ Եվ ավելացնում եմ այս լոլիկը, քիչ-քիչ կավելացնեմ։ Ինչ գեղեցկություն ա, տեսնում եք գույները։ Սիրելիներս, քեզ թեիք թալել սև պղպեղ, եթե կծու սիրում եք, կարող եք ավելացնել։ 1 ճաշիկը թալել տոմատ եմ ավելացնում, եթե կունենաք նաև պղպեղի մածուկ, կարող եք 2 ճաշիկ թալել նա ավելացնել, քանի որ ես արդեն լոլիկ եմ օգտագործում, դրա համար տոմատի մածուկը մի ճաշիկ թալեմ լցնում։ Աղը աչքաչափով ես կլցնեմ մի հատ։ Սելի հետևորդներ ջան, միջուկն է վերջացրինք, հիմա արդեն անցնենք խմորին։ Խմորս լավ հանգստացել է։ Մի հատ տրորեմ ու անցնեմ արդեն Սիրելիներս, գնդերը պետքա լինի 40-ից 45 գրամանոց գնդիկներ, որպեսզի շատ հարթ չլինի, շատ էլ բարակ չլինի։ Իսկ եթե մեծ պատրաստելու կլինեք կամ օվալաձև, արդեն այդ դեպքում կարող եք պատրաստել 60 գրամանոց գնդեր։ Այսպես գեղեցիկ գնդիկներ ենք պատրաստում, սա կարող է մի քիչ փոքր եղնի, ավելացնեմ, այսպես գեղեցիկ գնդիկներ ենք անում, պատրաստում ենք, հետո արդեն կբացենք սիրուն լոշիկները, կգցենք միջուկը ու կթխենք։ Սիրելի հետևորդներ ջան, խմորը արդեն գնդիկների վերածեցի, հիմա հերթականությամբ հենց ամենասկզբի գնդած գնդիկը կբացեմ։ Տեսեք, բարակ, լոշիկ եմ բացել, այս չափով հիմա մի հատ խառնում ենք։ Աշխատեք շատ եզերից չքսեք, որովհետև կվառվի ու տհաճ կլինի։ Հիմա կսեմ մի հատը ցույց տամ, մնացածները արդեն կպատրաստեմ ու դուք կտեսնեք արդյունքը։ Սիրելի հետևորդներ ջան, ես մի հատը դրեցի արդեն ջեռոցի տապակը, ուղղակի փորձնական ձեզ ցույց տալու համար մի հատը թխեմ, տեսեք, ու արդեն ես երկու հատով կթխեմ։ Հիմա ես դնեմ մի սիրելի հետևորդներ ջան, հենց նոր հանեցի, նայեք։ Տեսեք ինչ լավ մնում է վրան, տակն էլ չի վառել, դե կողքերը բնականաբար պետք է մի քիչ
չորեղնի։ Հոտի մասին խոսքերն ավելորդ հա, շատ արտակարգ հոտ է գալիս, իսկ համը այս մի հատը կփորձարկեն մեր օպերատորն ու ընկերը, մինչև որ մնացածը ես կպատրաստեմ արդեն ընդհանուր ձեզ ցույց կտամ։ Սիրելի հետևորդներ ջան, վերջացեցի մեր սնկով լահմաջոնները, տեսեք տեսքը, վերջինն հանեցի, իմիջայլոց ասեմ մի քանի հատ էլ օպերատորին ու ընկերոջը հյուրասիրել եմ։ Այսքանը սիրելի հետևորդներ ջան, դուք էլ պատրաստեք, փորձեք, կհավանեք շատ, որովհետև ճիշտ է ես սունկը չեմ ուտում, բայց անկրկնելի հոտը լավն է ու համնել օպերատորն ու ընկերը համոզեցին, որ շատ լավն է անգամ մսով լահմաջոյից։ Այսքանը սիրելիներս կարող են ուտեն լիմոնով, կարող են կողքը նաև պատրաստել թան կամ ակրոշկա, հետը վայել են։ Պատրաստեք, համտեսեք, եթե պասեք պահան, պահքի շրջանում եք, պատրաստեք ու շատ գոհ կմնաք։ Այսքանը սիրելիներս, կհանդիպենք մյուս վլոգի։ Տեսություն։